Հայաստանը դարձնել ազատ էկոնոմիկական գոտի կամ Կովկասի Դուբայ, փուլային, սկզբից մաքսային турքերի նվազացում եւ փուլային մի քանի փուլով 3 տարվա մեջ Հայաստանը պետք է դառնա ազատ էկոնոմիկական գոտի, առաջի հերթին ամբողջական վառելիքի վրայի մաքսայի զրոյացում, վառելիքը այս երկիր պետք է մտնի առանց մաքսի, քանի որ մենք առանց էլ գործ ունենք բարձր գների հետ եւ դրա պատճառներից մեկը հենց վառելիքն է, քանի որ այս երկրում չկա գետ, քաղաքի մեջի, երկրի մեջի բեռնափոխանակությունները կատարվում են բեռնատարներով, դեռ չկա այդպիսի մի էլեկտրական բեռնատարների, ասենք, ֆլոտիլիա, որ կարողանար հոսանքով, հոսանքն էլ այդքան էժան չի, մի խոսքով փուլային 3 տարում դարձնել ազատ էկոնոմիկական գոտի, հայ առաքելական եկեղեցին եւ մշակույթին, հայ առաքելական եկեղեցում մենք տալու ենք դիվանագիտական ստատուս ամբողջ աշխարհով մեկ, մենք ինտեգրում ենք պետական հիմնարկներում դրամական խրախուսանքով տարազների կրումը, դրել ենք այդ թվերը, եթե կեպի կամ գլխաշորը 15%, եթե միայն վերևի հագուստն է մինչև 25% աշխատավարձի բարձրացում, եթե ամբողջ տարազն է մինչև 50% աշխատավարձի բարձրացում, մենք հաշվարկել ենք եւ գտել ենք, որ եթե միայն ակցիզները ընդհանուր հարկերից առանձնացվի, ապա այսօրվա թոշակառուների թոշակը կարող է լինել մինչև 200,000 դրամ։ Անվճար քաղաքային տրանսպորտը քաղաքի բեռնաթափում, դիմել ենք քաղաքային իշխանություններին, որ ուզում եք մեզ քաղաքական պայքարից չեզոքացնել, մենք համաձայն ենք, մեր հեղինակությունը դնում ենք, դուրս կգան քաղաքական պայքարից, 6 ամիս սարքում ենք տրանսպորտը անվճար հասանելի, տեսեք, համ բեռնաթափվում է, համ քաղաքի օդի մակարդակն է բարելավում, իհարկե անտեսվել է, հեծանիվ հորինել պետք չի, կան բազում երկրներ, որ ունեն այդ փորձերը, կան ես ապրել եմ երկրներում, որ գույքահարկ չկա եւ ազատ էկոնոմիկական գոտի է, եւ տեսել եմ ոնց են ծաղկում այդ երկրները, մի քանի բան ինտեգրել ենք Քենիայում եւ շատ լավ աշխատում է։ Հայաստանը պետք է դառնա կամուրջ այս կոնֆլիկտները վերացնելու համար, կոմունիկացիաները պետք է բացվի, մետաքսի ճանապարհը պետք է բացվի, դուք տրիպ կասեք կամ Պուտինի ուղի, մենք ասում ենք մետաքսի ճանապարհ, 4 միլիարդ մարդ էլ պետք է իրար հետ կապնվի այդ ճանապարհով։ Հիմնական ակցենտը դնել բարձր տեխնոլոգիաների վրա, Տրամպը հիմար չի, երբ որ նա ասում է, որ Հայաստանում պետք է չիպերի, Nvidia կամ տարբեր այլ գործարաններ, քանի որ հասկանում է, որ քանի կոմունիկացիաները բացված չի, ինչ էլ արտադրես դու այստեղ, եվրոպական շուկային պետք չես, Ռուսաստանից էլ կախված ես միայն մեկ ճանապարհի հույսին, եւ այդ ճանապարհը կամ եղանակների պատճառով է փակվում, կամ քաղաքական ինչ-որ նպատակներով է փակվում, եւ ինչ էլ արտադրես, դու չես կարողանալու հաջող կերպով վաճառել այդ ապրանքը։ Դրա համար Հայաստանի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաները պետք է լինի եւ մարզերում, ոչ թե Երևանում, հյուսիս-հարավ երկաթուղին պետք է աշխատի անպայման, փորձել ներգաղթը եւ գոնե մինչեւ 2040 թիվ 10 միլիոն մարդ բնակեցնել Հայաստանում։ Այսքան աշխարհի ամբողջ հայությունն է բերել Հայաստան։ Դու ես չի ասի, որ աշխարհի ամբողջ հայությունը 10 միլիոն է, բնակեցնել նկատի ունեմ 200,000 ծնելիություն եւ գոնե տարին 200,000 ներգաղթ։ Այսօր մեր ծնելիությունը 40,000 էլ չկա։
Քանի որ մեր կայքը հրապարակվում է Եվրամիության ծրագրերի ֆինանսավորմամբ, մեզ առավելապես հետաքրքիր է դուք իշխանություն լինելու կամ ընդդիմություն լինելու դեպքում Եվրամիության հետ համագործակցության եզր տեսնում եք։ Իսկ մենք իշխանություն չենք լինելու, մենք ծառայության ենք գալու, այդ իշխանություն բառը հանում ենք։ Ես ասացի, Սինգապուրի պես Հայաստանը պետքա բևեռներից հրաժարվի։ Սինգապուրը ունի հոյակապ հարաբերություններ Չինաստանի հետ եւ հոյակապ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այսինքն անցած տարի 2025 թվականի մարտի 27-ին Հայաստանի խորհրդարանը ընդունել է օրենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Այդ հրաժարվելու եք այդ գործընթացներից։ Ոչ մի դեպքում։ Ես նկատի ունեմ տնտեսական կողմերը, անվտանգության կողմերը, ոչ մի դեպքում չենք հրաժարվելու Եվրամիության անդամակցությանը, եթե Եվրամիությանը պետք ենք սիրով։ Ոչ մի դեպքում չենք հրաժարվելու։ Բոլոր դաշինքներից, որը որ նպաստելու է մեր շահերին, չենք հրաժարվելու։ Բայց Հայաստանը միաժամանակ չի կարող լինել եւ ԵԱՏՄ եւ Եվրոպական միության անդամներն մաքսային միություններ են։ Տեսեք, մաքսային միությունները, եթե Եվրամիությանը նայում եք, կան այնտեղ հատկապես կղզիները, Ֆրանսիան, Գերմանիան լինելով Եվրամիության համենայն դեպքում ունեն տարբեր մաքսային օրենսդրություններ եւ երկիր կմտնի ապրանքը, ասենք 5% մաքսային այդ турքով երկրից հանելուց գործարարը պետքա տարբերությունը վճարի։ Ես տեսել եմ այդպես երկրներ, ես անձամբ հարկվել եմ Եվրոպայի մի երկրից մի երկիր գնալու համար, որ ունեի ապրանք եւ ինձ ասել են ոչ, դու պետքա հարկ վճարես։ Կղզիներ, եվրոպական կղզիներ գնալու։ Երկրի ժողովրդի կյանքը բարելավել եւ հարկ չկա, եթե գնում է Եվրոպա, տարբերությունը վճարեն, եթե գնում է Ռուսաստան, տարբեր։ Հիմա այսօր այդ մեր ժողովուրդը, որ այդ ջարդած ավտոմեքենաները ներմուծում էր Հայաստան, հետո Հայաստանից ստանում էին Ռուսաստան, օգտվում են այդ փոքր 10% տարբերությունից։ Այսինքն կարա դա ամբողջ ապրանքին վերաբերվի, ինչի միայն ավտոմեքենաների 32%, 42%, հա, մարդիկ հաջող ձև վաճառում էին, բիզնես էին անում, ինչեւ որ ստեղ նոր օրենք մտցրվեց եւ հիմա Վրաստանն է դրանից օգտվում։ Այսինքն դա կարա վերաբերվի ոչ միայն ավտոմեքենաներին ջարդած, դա կարող է վերաբերվի ամբողջ ապրանքին։ Դա ձեր ծրագրերը ինչպես եք հասուդարձնում ընտրողներին։ Երեկվա հանդիպումը Արևարևմտյան թաղամասում ինչպես նշեցիք առաջիններ, թե միայն հարցազրույցների միջոցով։ Չէ, դա առաջինն էր, քանի որ ասացի մենք հետ էինք ընկել, ես կասեմ, որ որպես այդպիսի ընտրարշավ այդ հին ձևերը մենք հրաժարվում ենք այդ ռուպերներով ժողովրդին ջղայնացնել, այսօրվա ընտրարշավը սա է, ժողովրդին հասանելու սարքել նոր տեխնոլոգիաներով, հատուկ միջոցներով, չնայած այնտեղ H2-ը կար եւ նկարահանում էր, նրանք ինձ թվում է երեք ցուցադրել են այդ տեսանյութը, բայց ժողովուրդը փոխվել է, այսօր ժողովուրդը ուզում է տունը նստի, իր կոլան խմի, իր պոպկորնը ուտի եւ հարց լուծի եւ ավելի լավ է լուծում, քան ասենք ցրտին, շոքին, անձրևին փողոցում կանգնած։ Մենք փորձել ենք երկու անգամ ժողովրդի ձայնը լսեցնել սոցցանցերով կամ էլեկտրոնային միջոցներով եւ ավելի լավ է ստացվել, քան ասենք այդ բողոքի ակցիաները, որ միջև հիմա կա եւ այս ընտրարշավի ձևերը հնացած, որ գնում են այդ շտաբները բացելը, որ միայն մեկ նպատակ ունեն փող բաժանել, հա, էլի կներեք։ Մենք այդ ձևերից հրաժարվում ենք։ Քարոզարշավի ընդամենը դեռ առաջի շաբաթն է ավարտվել, այնուամենայնիվ ինչպես է գնահատում ձեր հնարավորությունները։ Շատ բարձր են գնահատում, ես ասում եմ, խառնել ենք բոլորի քարտերը, նամանավանդ ընդդիմության եւ իշխանության քարտերը ամբողջովին խառնված է, այն հույսերը, որ նրանք բաժանել էին, այդ ոտների տակից գնացել է,
Դրա համար նրանք մեզ կոշտ քննադատում են, այդ որ դուք ասում եք ինչի իշխանում ենք, իշխանությանն են քննադատում, իսկ նրանք մենակ մեզ են քննադատում։ Իսկ շատ բարձր ասելով ինչի նկատի ունեք, շեմը հաղթահարելու, թե ավելի շատ տեղեր ունենալու։ Չէ, շեմը հաղթահարելու հետ մենք խնդիր չունենք այսօր, թե մեր սոցհարցումներով, թե այլ սոցհարցումների, մենք շեմը հաղթահարելու խնդիր չունենք, ոչ էլ ուզում ենք կամ էլ մտածում ենք այդ 4% պարտվողի, ասենք, ցուցանակով ընդեղ գնալ եւ թողել, որ մեր վրա էլ գոռան ու ջուր շպրտեն։ Մենք անշնորհակալ գործ է հիմա տոկոսներից խոսալ, կասեմ, որ ավելի շատ ձայներ, քան թե Նիկոլ Փաշինյանը ունեցավ, երբ որ հայտնվեց այնտեղ, եւ կասեմ, որ կապ չունի ձայների քանակությունը, մենք հարց ենք լուծել լուծը։ Մեր ծրագրերից մեկը հենց որ ազգային ժողովը դառնա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, ոչ թե Իոնիսյանները նստեն եւ ինչ-որ սահմանադրական բարեփոխումներ գրեն, այլ հենց ազգային ժողովը այդ հարցը ստանձնի իր վրա։ Ունեք նախատեսած ֆորեստական փաթեթներ եւ հայտնվեք խորհրդարանում, որը կլինի ձեր առաջին քայլը։ Առաջին քայլերից մեկը, առաջին քայլերը ես ասացի, որ առաջին քայլերից մեկը վաուչերային սեփականության վերանայումն է։ Հատկապես խոշոր եւ ստրատեգիական նշանակության ձեռնարկությունների։ Վաուչերական, այսինքն 90-ականների այո, որ վաուչերական սեփականությունը ստեղծեցին եւ ժողովրդին խաբեցին, հետ վերցրեցին, դարան ամեն մեկը մի օլիգարխ, մի սեփականատեր, ստրատեգիական նշանակության եւ խոշոր ձեռնարկությունների այդ վաուչերական սեփականությունների չեղարկում, վերանայում, որը որ պետք է ստրատեգիական նշանակությունը պետությանը վերադարձվի, որը պետք է պետությանը վերադարձվի։ Դե հարկայինը ասեցի, հարկային դաշտը մենք գտնում ենք, որ պետությունը պետք է փող աշխատի, այլ ոչ թե հիմնված լինի հարկերի վրա, քանի որ ինչքան փորձը տեսել ենք ամբողջ աշխարհում, հարկերի վրա, միայն հարկերի վրա հիմնված պետությունը գնում է տապալման, քանի որ դու նստած կանխատեսում ես, ինչ պետք է ունենաս, բայց պատերազմ համաճարակ բերում է նրան, որ մի մեծ բեռը պետության վրա թոշակները չի կարող վճարի, էլ չմտնենք դավադրության տեսության մեջ, արդեն ասենք, որ պետք է վիրուսներ բերեն իր ժողովրդին կոտորեն։ Լավ, երբ դուք ներկայացնում եք ձեր ծրագրերը, անկեղծ ասած, անկեղծությունն եմ, բանը սպասում էի, որ սահման անդրադարձ կատարեք անվտանգության խնդիրներին, որովհետև դրանց մասին դուք հարցազրույցներում խոսել եք այլ լրատվամիջոցներում, բայց չգիտեմ ինչի մարդիկ զանգում են միտքեմ, ասում են, այդ այս բանը Արտակ Սարգսյանը ոնց անելու, բայն բանը Արտակ Սարգսյանը ոնց անելու։ Տեսեք, անվտանգային խնդիրը միանշանակ ստորգետնյա ռազմաարդյունաբերություն, նամանավանդ եթե մեզ հաջողվի այդպիսի գիգանտներին եւ ամերիկյան տեխնոլոգիաները ներմուծել, մենք կարող ենք լինել մեր ուղեղներով Հայաստանի, կարող ենք լինել ռազմաարդյունաբերության, ասենք, պիոներները այնպիսի զենքերով, որ աշխարհը չի էլ տեսել, հա։ Ստորգետնյա ռազմաարդյունաբերություն, ստորգետնյա կուտակում այդ չիպերի միջև գործարանները կբացվի եւ իհարկե մարդկային ռեսուրսների պակասի պատճառով անպայման մենք օգտվելու ենք մասնավոր բանակներից։ Առավել շատ այդ ոգևորություններ առաջացել Արցախում Նախճեվան ազատագրելու դրանից Հայաստանի բնակչությունը հայ ժողովուրդը չի տուժի որպես ԱԲԿ ծերունդ ասենք դու եթե քո իրավունքներն ես պաշտպանում պետք է ԱՀԲ-ի լինես ուրեմն պետք է լինես աշխարհը փոփոխական է այդ ուժերը միշտ փոփոխական են ես տեսել եմ թե Սուդանում ինչպես են սկզբից արձագանքում քրիստոնյաներին, երբ որ ստատիստիկա էր, ասում են սեպարատիստ, երբ որ մենք ասում ենք, որ Սուդանը պետք է առանձնանա, ոչ ոք չէր հավատում, բնիկները չէին հավատում, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Եթե դու քո, ասենք, կոտորված ժողովուրդը, հա, իր բնօրինակից դուրս եկած ժողովուրդը չի կարող համարվել սեպարատիստ կամ տերորիստ կամ ագրեսոր։ Այդ նույն աշխարհը, որ
դիտում էր հանգիստ, ինչպես Արցախը շրջափակման մեջ կամ ինչպես Արցախը հայաթափվում եւ կոտորածի վերածում, նույն ձևել լուր ամնալու, երբ որ մենք վերականգնենք մեր իրավունքները։ Դա ինչ սկզբունքով է ձևավորվել Քոչարի կուսակցության համամասնական ընտրացակը, որովհետև մեկ տարվա կուսակցություն եք հեշտությամբ հավաքվեց 30 հիմնական եւ 85 օգնոց կամ քանի հոգուց է բաղկացած եւ ինչ սկզբունքով է 86 հոգի կան մարդիկ, որ լքում են մեզ, երևի 3 հոգի բացարկի հիմքով։ Նո դուք այդ 30 հիմնականը իրավունք չունի լքելու մյուսները։ Չէ, 30-ը կարա լքի։ 30-ը կարա լքի, նույն օրենքը 86-ին թե 30-ին նույնն է։ Ինքնաբացարկ կամ ասենք ավելի երկար ճանապարհ կուսակցությունն է։ Լավ, ինչ սկզբունքով է ձևավորվել, ովքեր են հայտնի դեմքերը, բացի ձեզանից, մեկ էլ ես գիտեմ Ալեքսանդր Մինասյանին։ Հմայակ Հովհաննիսյանը մեր երկրորդ համարն է, մեր ցուցակի նախագահ, Հմայակ Հովհաննիսյանը մեր երկրորդ համարն է, մեր 4-րդ համարը գալիս է Վարդան Խաչատրյանը, կրոնագետ աստվածաբան։ Մենք լավ ակտիվ ցուցակ ունենք, զրույցներով, ասեմ, որ որոշ մարդկանց ճանաչել եմ հարցազրույցներով, չեմ թաքցնի Նոյան Տապանի հարցազրույցներով, Վարդան Խաչատրյանին այնտեղ եմ հանդիպել, ստեղծվել է ընկերություն, տեսել եմ, որ գաղափարակից ենք, երկար ժամանակ շփվել ենք, հետո առաջարկ է եղել, մարդիկ մտածել են, պարոն Հովհաննիսյանին հենց Նոյան Տապանի ուղիղ եթերում եմ առաջի անգամ հանդիպել եմ, ուղիղ եթերում եմ առաջարկել, նա շատ պահանջված մարդ է, ես գիտեմ, որ ունեցել է բազմաթիվ առաջարկներ տարբեր կուսակցությունների կողմից, բայց ընտրել է մեր կողմը, հիմնականում զրույցներով, մարդկանց հետ շփվելով եւ գաղափարներով կիսվելով, այդպես է հավաքվել, ոչ մի ղազագիր չկա, չի եղել, ոչ մի գումար չի եղել, ոչ մի գումարի դիմաց մարդիկ չեն ներդրվել այդ ցուցակի մեջ։ Ձեր կոչը, ձեր խոսքը ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել թե ում ընտրեն։ Մեր կոչը մնում է նույնը, ազգային այլընտրանք կա եւ ձեր ձայնն է, ձեր ապագան եւ հակառակը, ձեր ապագան ձեր ձայնն է եւ մենք սրտիկներ չենք ցույց տալի, մենք սենց ինն ենք ցույց տալի, որ մենք 9-րդ համարն ենք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնքը, Քոչարին դա հաղթական պար է, որ նույնիսկ հռոմեական կայսրությունն է վախեցել եւ նշել են, որ հայերը երբ որ Քոչարի են պարում, հռոմեական լեգիոնները ցնցվում են։ Մեր ապագան Քոչարի ենք պարելու հրապարակում հաղթանակից հետո եւ ժողովուրդը պետք է մասնակցի ցույց տա քաղաքացիական պատասխանատվություն, պետք է ցույց տա, որ երկրի տերն են, մասնակցի ընտրություններով, այդ ստերեոտիպները դուրս պետք է մնա, այդ կոմունիստական ստերեոտիպները, որ ներդրվել է մեր ազգի մեջ, որ ընտրություններով ոչ մի բան չի փոխվի, քվեարկի մի քվեարկի կարևորը ոնց հաշվեն, այդ ստերեոտիպները, որ ներդրված է այդ 30 տարվա մեջ պետք է դուրս թողեն եւ Հայաստանը հասկանան, որ միակ քրիստոնեական երկիրն է ՍՍՄ-ի քանդվելուց հետո, որ չի գնացել ընտրություններով, այլ գնացել այդ կլանային ճանապարհով եւ գա ու մասնակցի ու ցույց տա, որ ով է երկրի տերը։ Բուն ընտրությունների գործընթացը վերահսկման կարիք ունի եւ եթե այո, բոլոր տեղամասերում ունենալու եք ձեր վստահված անձիկ։ Անպայման կարիք ունի, ինձ թվում է մենք մի երկու ուժի հետ կկիսենք այդ պատասխանատվությունը, հիմա նոր ենք վերցրել այդ մասնակից երկու ուժի։ Կապ չունի մասնակից թե ոչ մասնակից, ինձ թվում է կկիսենք, եթե մասնակից ուժ կգտնենք, որ մենք տեսնում ենք մեկ ուժի, որ կարող է անունը չասեմ, կարող է իրար հետ կիսենք, մենք մի քանի ընտրատարածքում իրենց պահենք իրանք մի քանի տարածքում, բայց կար նաև ոչ մասնակից հասարակական կազմակերպություններում հետ խորհրդակցում ենք, նրանց նույնպես կբաժանենք այդ մեր վկայականները դիտորդների։ Ես կասեմ, որ
Այսօրվա կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ մեծ լիազորություններով է օժտված, որը որ հակաժողովրդական է, այսինքն մոտավորապես 5 լիազորություն ունի, հա, նա պետք է լինի միայն տեխնիկական կողմը, ընտրական հանձնաժողովը Եվրոպայում էլ նայում ես, միայն տեխնիկական կողմը ապահովում, իսկ նրանց մոտ կա վեճերի քննարկում, չլինելով դատավորներ, նրանք վեճեր են քննարկում, ասենք, պետք է լիազորություններից անպայման զրկված լինի եւ նույնիսկ ընտրությունների, ասենք, վերջին այդ տվյալները պետք է հայտարարվի այլ կառույցների կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կատարի իր գործը, որը որ մենք տեսանք չէր կատարում։ Պետք է լիներ կամ կենտրոնական բանկ կամ պետական բանկ, որպեսզի մեզ չուղարկեն ըստ օդում տարածվող լուրերի ընդդիմադիր ղեկավարների պատկանող բանկերը եւ նրանք էլ մեզ մերժեին, ասեն ռիսկային է։ Այդ նույն բանկում ՍՊ-ի հաշիվ կա 5 տարի, անձնական հաշիվ կա, ռիսկային չի, բայց հենց կուսակցությունն եկավ, ռիսկային է։ Ես հասկանում եմ, եթե դու ունես հաշիվ, գործարք ես կատարում, բանկը ամեն րոպե կարող էր կանգնացնել, բայց եթե չկա հաշիվ, ինչն է ռիսկային, նրանք գրավոր պատասխան չէին տալիս։ Մի խոսքով լիազորությունները անպայման պետք է կասեցվի, կրճատվի եւ անպայման պետք է վերահսկվի, քանի որ այս իրարի պասեր տվող, նրանք եթե իշխանության օգտին չկեղծեն, կեղծելու են այսպես կոչված ընդդիմության օգտին, որը որ մեր համար համակարգի վերարտադրումա ուրիշ դեմքով, ժողովրդի կյանք բան չի փոխվելու։ Լավ, մեր հարցերը այսքանն են, կա որևէ բան ինչի մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց։ Ոչ, ես ժողովրդին կոչ եմ անում սադրանքների, հետընտրական սադրանքների չմասնակցել, մենք տեսնում ենք… Եթե ընտրությունները կեղծվեն։ Ընտրությունները կեղծվեն, եկեք դուրս գանք այն իրավիճակից, որ դեռ չեն կեղծվել եւ մենք էլ գնալու ենք արդար ընտրությունների։ Լավ, ձեր միտքը կտրեցի, չտրվել սադրանքների։ Չտրվել սադրանքների դուրս չգալ, ասենք, հետընտրական ցնցումների, որը որ իրոք այս ուժերը պլանավորում են, չեք էլ պատկերացնում ինչ խոսակցությունները իրանց շտաբներում, ասենք, բաժանել են, ես գրզոն եմ, այնտեղ կուսակցություններ կա, որ ասենք մարդ կա այդ կուսակցությունից, ասում է, ես գրզոն եմ դառնալու, այդ է, ժողովրդի մասին մտածող չկա, ճիշտ ընտրություն արեք, ընտրեք Համարինը, Քոչարին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, պարոն Սարգսյան։